Իդեպ Գյումրու և Փարաքարի ընտրությունների օրը մարտի 30-ին Civilnet Czech-ը հրապարակեց մի շատ ուշագրավ ուսումնասիրություն, համաձայն որի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը միայն Facebook-յան քարոզչության վրա ծախսել է մոտ $16,000, որից $7,700 ուղղվել է ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանի էջին։ Ամենաուշագրավն այն է, որ ՔՊ բյուջեի մոտ $4,000 ուղղվել է ոչ թե սեփական քարոզչությամբ, այլ ընդդիմադիր թեկնածուների վարկաբեկմամբ զբաղվող էջերի ֆինանսավորմանը։ Ընդդիմադիր թեկնածուները սակայն կամ չեն օգտվել Facebook-յան գովազդից, կամ այդ բյուջեն չի գերազանցել օրական $10-20։ Ստացվում է, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հանրությանը ներկայացել է ոչ թե իր արած գործերով, արժանինքներով, որի համար պետք է իրեն ընտրեին, այլ սև PR-ով ընդդիմադիր թեկնածուների հասցեին։ Fake news, որից տարիներ շարունակ լավագույնս օգտվում է այս իշխանությունը։ Սակայն ընտրության արդյունքները կարծես եկան ապացուցելու, որ թիրախավորումները եւ երկրում ամեն վատի մեջ նախկիններին մեղադրելը այլևս չի օգնում արդարանալ հանրության մոտ։ Մեկ օրում երկու տիմ ընտրությունները ցույց տվեցին, որ քաղաքացին գերադասում է ընդդիմությանը։